Ողջույն բոլորիդ, հուսով եմ բոլորդ լավ եք, այսօր մի փոքր տարբերվել է ֆորմատը, վլոգ չենք նկարելու, իհարկե վլոգներ լինելու են ալիքում, ուղղակի այս վլոգ չի լինելու, հետ են գնում, մի քանի տարի հետ են գնում, հիշում ենք, թե ինչպես ենք սկսել բաղաձատոմսեր ցույց տալով վիդեոներ անել, հիմա խոստացածս վիդեոն է, պիցցայի խմոր պետք է անենք, ցույց եմ տալու մանրամասներն, ընթացիկ վլոգներում եղել են պիցցայի խմորներ, որ արագ-արագ ուղղակի բաղաձատոմսը ասել եմ, ներկայացել եմ, ցույց եմ տվել, բայց մանրամասն չի եղել։ Ինչի այդ միտքն եկա, որ կլինի ամբողջությամբ նկարել պիցցայի խմորը, ինչ նկատեցի, որ շորտ բաժնում մի քանի վայրկյան եմ ցույց տալիս ու արագացրած տարբերակով, ինչպես եմ դա պատրաստում, ու այդ եկել է 33,000-ից ավել դիտում, ու մտածեցի անարդար կլինի, այնտեղ ոչ մի բաղաձատոմս չեմ ասում, ոչինչ չեմ խոսում, ընդհանրապես ոչ մի բան չի կատարվում։ Ուղղակի մի քանի վայրկյանով ցույց եմ տալի, այն էլ գործընթացի կարելի ասել ավարտը, ինչպես եմ պիցցան բխում, այդպես որոշեցի, որ անպայման առանցին տեսահոլովակ, այդպես ասած կնկարանեմ, թե ինչպես եմ սկզբից մինչև վերջ ցույց տալի։ Գնացի շտատիվը բերեմ, հեսա ավելի մոտիկ ռակուրսից կնկարեմ շտատիվի օգնությամբ, որ ավելի տեսանելի լինի։ Հիմա արագի մեզ այստեղ բաղաձատոմսերը կասեմ ու արդեն հատախոսը կտեղափոխենք ու սկսենք արդեն նկարել։ Իդեպ ասեմ, որ այս բաղաձատոմսով նաև ես թխում եմ իմ հացերը, համար երեսը մի փոքր շատ կանենք ու հացեր կպատրաստեմ, տեսնեք, որ այդ նույն խմորով կլինի հաց է թխել, ես ամեն օր հենց այդ նույն խմորով հաց եմ անում, մեկ մի փոքր շատ եմ խմոր անում ու ընթացքում նաև 1 կամ 2 հատ պիցցա եմ անում, պես որ այս բաղաձատոմսով կարող եք ամեն օր հաց թխել, նույնիսկ հաջորդ օրն ենք փափուկ մնում, բայց պիցցան դնել ենք սառնալ բնականաբար սառել է, իսկ հաջորդ օր կարող եք ուղղակի եթե ունեք տանը միկրոայքային վառարան, դնում եք միկրոայքային վառարանում, մի քանի վայրկյանով ու նորից իր առաջվա տեսքն է ստանում։ Դեռ արդեն չափսերն արեցի, գնացի եմ շտատիվ բերեցի, մի անգամից ամեն ինչը լցրեցի, որ ավելի արագ լինի։ Այստեղ ինչ ունենք 2 թեյ գթալ աղ, 1 ճաշի գթալ շաքարավազ, 1 ճաշի գթալ խմորիչ եւ 50-ից 60 գրամ ձիթայուղ, իսկ ալյուր այստեղ ուղղակի աչքը չափում մոտավորապես 600 գրամ եմ լցրել, հիմա չգիտեմ ինձ այդ ամբողջը պետք կգա թե չէ, ալյուրն արդեն վերջում հստակ կասեմ, բաժակս 250 է, հիմա ընթացքում էլ կլցնեմ, այստեղ եմ հասկանում, ջուր լցնում այստեղ ու հասկանում եմ ինձ ինչքան է պետք գալու, դրա համար հիմա կլցնեմ այս բաժակով ու չափսը արդեն էլի ընթացիկ կասեմ ինչքան լցրեցի ջուր։ Լցրեցի 500 մլ ջուր։ Հիմա ավելացնենք մեր խմորիչը, ես ցույց տամ։ 1 ճաշի գթալ շաքարավազ եւ 2 թեյ գթալ աղ, հիմա ցույց տամ, որ հասկանաք, որ 2 թեյ գթալ աղ այստեղ։ 1 и 2 Ձիթայուղը անելու ենք ամենավերջում։ Ալյուրը ես նախորդ արդեն մաղել էի։ Այստեղ ալյուրը ամբողջությամբ օգտագործեցի, այստեղ 4 բաժակ ալյուր էր, ասեցի 600 գրամ ալյուր էր այստեղ, հիմա արդեն մնացածը ձեռքերով ենք ունցելում, ու եթե պետք լինի, արդեն ևս էլի ալյուր կավելացնեմ։ Գրավ կեսը կավելացնեմ։ Ինձ թվում է կեսը արդեն բավական կլինի կես բաժակը։ Արդեն ավելացնում ենք ձեթը։ Վերջ, մեր խմորն արդեն պատրաստ է։ Վերջ, սա արդեն չավելացրեցի, այսինքն լցրեցի 4 բաժակ ու կես, մոտավորապես 600 գրամից ավել ալյուր։
վերջ թողնում ենք լավ հասունանան 1-ից 2 ժամ ժամից ավել անցել է արդեն մեր պիցցայի խմոն արդեն պատրաստ է դրել եմ միկրոայքային վառարանում ավելի շուտ հասունացավ այս դինենք մի կողմ ասան արաղ դիթայի բանենք ձեր կսենք էստեղ նոր հետո անցնենք խմորին Այստեղ մոռացա նշեմ ամենակարևորը, որ խմորը գնդերի բաժանելուց հետո թողնելու ենք 10-ից 15 րոպե հանգստանան Ձեռները մի քիչ խոնավացնում ենք, թրջում ենք ձեռներս ու նոր տարածում, ավելի հեշտ ու արագ է ստացվում։ Հաստությունը ցանկությամբ օրինակ երեխեքը սիրում են հաստատ վերակա, բայց ես բարակ եմ արել, մյուսը պետքա որ ավելի հաստ լինի սրանից։ Այստեղ երկու տեսակի պանիր ունեն, առաջինը սրանով կանենք, երկուսն են հալվող տեսակ են։ Առաջ պիցան թխվում է, սա երկրորդն է, իսկ այստեղ արդեն հացն է, հացը այդտեղ առաջինն եմ թխեմ։ Ցույց տամ ձեզ հոգությունը։ Փորձեք այս բաղադրատոմսով, հաստատ չեք փոշմանի, շատ հաջող է ստացվում եւ հացը եւ պիցան։ Գտրեցի, որ մեջն է ցույց տամ, սա մեջը, մեկ ինչքան փափուկ է ստացվում ու հաջորդն էլ այսպես փափուկ լինում։ Սա էլ արդեն երկրորդ պիցան ամենակարևորն է մոտացածը, ջրուցը միացնում ենք մաքսիմումի վրա ու թողնել ենք մոտավորապես 5 րոպեն պատրաստալու։ Շատը 7 րոպե, չգիտեմ ջրուցը ինչ ֆիրմա է, բայց ամեն դեպս 7 րոպե նույնիսկ կարող շատ լինես, ինքն դուք ընթացքում կտեսնեք, եթե այստեղ մի փոքր sense կարմրում է, միանգամից հանում եք, այս մեկը շատ թողեցի, կողքերը չորացան, ես տարբերակորինակ շատ եմ հավանում, երբ որ կողքերը չոր լինում, իսկ երկրորդը ավելի շուտ եմ հանում, բայց ինքը թխված է, նույնպես որ նայեք ըստ ջրուցի արդեն, եթե ջրուցը լավն է, նույնիսկ 3-4 րոպեն է բավարար։ Իհարկե նաև կապ ունի, նորից եմ նշում, հաստություն, թե ինչ բարակ ու հաստ եք անում։ Այլ արդեն հանեմ թավայից ու կտրատենք։ Վերջ սա էլ իմ պիցցայի բաղադրատոմսը, այստեղից եկեք ձեզ հաջողություն ասեմ, մնացեք լավ, եղեք բարի, միշտ շփտացեք, կհանդիպենք մյուս արդեն վլոգներում։ Пока-пока։